որ իրար դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այլ մեր, որերինս ես, սուրբ երիցի ամքո, եկեստե արկայություն քո, երիցին կամքո, որպես երկինս և երկրի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողում մերոս պարտաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ բրկյաց մեզի չարել, զիգոյր արկայություն և զորություն և բար կապիտյանս ամեն։ Սուրբ խաչիվես աղաչես ճուկստեր, սիսով աղապերգեստես մեզ մեղած, և կեցուս ծեր շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր, կեցո և ողորմյակ։ Պահպանի ջերույս հավատացելով Քրիստոս Աստված մեր, պայյա պահպանի ազգուսայոց Եգեցիս Հայաստանյաց, ներկա կացյալ հավատավոր ժողովուրդը Սուրբովանյալ Սուրբ և պատվական խաչիվս բեի խաղության, բրգյա երևելի և աներևույթ տշնամվույն, արժանավորի ագույթյան, պարավույնս կեզըտոր, և Սուրբ հոգույթ այժմ և միշտ և արիթյանը սարցենից ամեն։ Քննչական կոմիտեի մոտ հավաքված հոգևորականները հանդես եկան միասնական աղոթքով, նշեմ, որ քիչ առաջ մայրաթոռը կրկին հայտարարությունն է տարածել, մեջբերեմ հայտարարությունը Հունիսի 27-ը հայ եկեղեցու և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված հայտարարություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր շինծույի հիմքերով նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք են գործել Մայրաթորի տարածք նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի փրկվելման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակել են Մայրաթորի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վարաշապատ և Սուրբ Էջմիածնի ուղևորների համար։ Ընդդուք անցկացվել են ստուգումներ, խստորեն դատապարտում են նախաձեռնված հակահեկտված հակագործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացմունքների հասցված ծանր վիրավորանք դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Մայրաթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու և եկեղեցական իրավունքների պաշտպանության համար։ Նշված է Մայրաթոռի տարածած հաղորդագրության մեջ այս պահին հոգևոր դասի ներկայացուցիչները և քաղաքացիները կատարում են շարականներ։
Ո